Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում կրկին ախալքալակի ձայնը ռադիոն է, և այսօր մենք գտնվում ենք Նինոց Մինդայում, Ջեյրան Պարի ստուդիայում։ Ջեյրանի Պարային ստուդիոն հիմնել ենք ես, Քրիստինա Անեսյանս և Սյուզի Էլոյանը։ Այն գործում է ինչ 1 տարի, այստեղ դասավանդվում են հիմնականում վրացական պարեր, աշակերտների քանակը մոտավորապես 150-ից ավել են։ Այստեղ ունենք նաև դասավանդվում է սիրողական խումբ, բացի պրոֆեսիոնալ խմբերից։ Սիրողական խմբերում ներառված են մեծ տարիքի կանայք և ասեմ, որ ամենամեծ տարիքովը 72 տարեկան է։ Շատ մեծ մոտիվացիայով մասնակցում են և այն հետզհետե խմբերը շատանում են։ Պարի ստուդիա բացելու մտահղացումը մենք դեռ վաղուց ենք ունեցել, քանի որ ես և Քրիստինեն երկուսս էլ դեռ մանկուց հաճախել ենք տարբեր պարերի, հայկական, վրացական և լատինոամերիկյան, հենց այստեղ Նինոց Մինդայում, բայց քանի որ ես Թբիլիսիում եմ սովորել և Քրիստինեն Երևանում, մենք այնտեղ չնայած մեր մասնագիտությանը, կողքից որպես հոբբի զբաղվել ենք պարով և միշտ ցանկություն առաջացել է, որ այստեղ շարունակենք այդ սիրելի զբաղմունքը, այսպես ասած, և նոյեմբերի 1-ին եղավ մեր ստուդիայի բացումը և շատ մեծ հաջողությամբ մեր մտահղացումը զարգացավ, այսպես ասած, քանի որ դրա ապացույցը այն է, որ մենք այսօրվա դրությամբ ունենք 100-ից ավել երեխաներ։ 1 տարվա ընթացքում մենք մասնակցություն ենք ցուցաբերել տարբեր միջոցառումների և մրցույթների, եղել ենք ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում, տարբեր փառատոների, այստեղ կարող եք տեսնել մեր պատվոգրերը և հուշանվերները, մենք հաղթանակով վերադարձել ենք, երեխաները շատ լավ մասնակցություն են ցուցաբերել այդ փառատոներում, ընդունելությունները մեր ստուդիայում սեզոնով են, այսպես ասած, ունենք սեպտեմբեր ամսին և գարնան սկզբին։ Մեր ընդունելությունը ստուդիայում տեղի է ունենում 2 անգամ, սեպտեմբերի սկիզբ, երբ գարնան սկիզբ, այսպես ասած, երեխաները ընդունելության պայմաններին ծանոթանում են սոցկայքերի միջոցով, ինչպես նաև տեղական ռադիոյի միջոցով և շատ ակտիվ գրանցումները տեղի են ունենում հիմնականում սոցեջերի միջոցով, ինչպես արդեն նշեցի։ Քանի որ մենք մեր սեփական ստուդիան դեռևս չունենք, այժմ պարապում ենք այլ մարդու տարածքում, ստուդիան ցավոք մերը չէ, բայց հուսով ենք, որ մենք հետագայում կունենանք մեր սեփական տարածքը, մեր բոլոր հարմարություններով պարի, չնայած որ 1 տարվա ընթացքում փորձել ենք ստեղծել հնարավոր պայմանները երեխաների համար, հայելիներ, նստարաններ, փոխվելու սենյակ, այդ հարմարությունները ցավոք սրտի շատ տեղերում չկա, ինչպես տեղեկացված ենք, երեխաները հիմնականում հաճախում են այլ տեղերում այնպես վայրեր, որտեղ թեկուզ չկան տաքության պայմաններ, այլ հարմարավետ պայմաններ, բայց մենք մաքսիմալ փորձում ենք առաջինը երեխաներին տրամադրել բոլոր հնարավոր կարևոր հարմարությունները։ Մեր ստուդիայի առաջնահերթությունը այն է, որ մենք ունենք, ինչպես արդեն նշվեց, սիրողական խումբ, քանի որ Նինոց Մինդայում չկան պայմաններ, օրինակ ֆիթնես կենտրոնների և նմանատիպ կենտրոնների պակաս ունենք մենք Նինոց Մինդայում, որոշեցինք, որ ինչու չէ ստեղծել մեծահասակների խումբ, որտեղ նրանք հնարավորություն կունենան իրենց ազատ ժամանակը թեկուզ իրենց առողջության համար հաճախել այստեղ, մարզումներ անել, պարել, ինչու չէ նաև սովորել մեր ավանդական հայկական և վրացական պարերը և մենք գիտեինք, որ շատ մեծ պահանջ կա դրա համար, որովհետև ես ինքս մասնակցել եմ շատ թրեյնինգների դրա հետ կապված, որ կանայք չունեն նմանատիպ զբաղմունք Նինոց Մինդայում և քանի որ տեղեկացված էինք, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում չեն լինելու ֆիթնես կենտրոններ, մենք որոշեցինք այս կերպ օգնել մեր մեծահասակներին, այն կանանց, ովքեր ուզում են մարզվել, հետևել իրենց առողջությանը և ինչու չէ, ովքեր ցանկություն ունեն սովորել մեր ավանդական պարերը։ Ես Պալինա Ալթունյանն եմ, Ջեյրան Պարային համույթի պրոֆեսիոնալ խմբի աշակերտներից, արդեն գրեթե կես տարի է, ինչ հաճախում եմ այս ստուդիա և մենք արդեն հասցրել ենք բազմաթիվ փառատոների և մրցույթների մասնակցել,
Մեր վերջին մրցույթը դա Մինորայի կողմից կազմակերպված Նազանք մրցույթ փառատոնն էր, որը տեղի է ունեցել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք այնտեղ ներկայացել ենք 2 համար՝ Սամայան եւ Աճառուլին, եւ 2 պարով էլ մենք առաջին տեղն ենք գրավել։ Իսկ Թբիլիսիում մասնակցել ենք Թբիլիսոբային նվիրված փառատոնին եւ պատվոգրերով ու հուշանվերներով վերադարձել ենք հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ պարուսույցներին Քրիստինե Անեսյանին եւ Սյուզի Էլոյանին մոտիվացիայի, ջերմ մթնոլորտի, աջակցության եւ ինչու՞ չէ նաեւ մոտիվացիայի համար։
Բարև ձեզ, ես Նորիկ Սահակյան եմ, Ջերյան պարային համույթի տղաների սիրողական խմբից, ես հաճախում եմ Ջերյան պարային ստուդիա արդեն 2 ամիս և շատ շարժումներ ենք սովորել, հուսով եմ հետագայում կմասնակցենք շատ մրցումների, փառատոնների և շնորհակալ եմ պարուսուցիչներին Քրիստինա Անեսյանին և Սյուզե Էլոյան։ Ինչ վերաբերում է հետագա պլաններին, մենք իհարկե մեր մաքսիմալ ուժերով փորձում ենք ավելի զարգանալ, ավելի լուրջ համագործակցություններ ունենալ մշակույթի ոլորտում,
տարբեր մասնագետների հետ, ինչու՞ չէ նաև ինչ որ ճյուղեր բացել ինչպես Ախալ քաղաքում, այնպես էլ Նինոցմինդայի գյուղերում, չնայած որ դրա առաջարկը արդեն եղել էր, բայց քանի որ ժամանակի առումով մենք ընդհանրապես ժամանակ չենք ունեցել եւ նույնիսկ վախեցել ենք ինչ որտեղ մեծ պատասխանատվություն վերցնել ճյուղերի բացելու հետ կապված, մերժել ենք այդ առաջարկները, բայց աշխատում ենք հետագայում վերապատրաստել ինչպես նաև մեր լավագույն աշակերտներին մեզ փոխարինելու հարցում, ինչպես նաև մենք վերապատրաստվելու ենք այլ տեղերում ավելի հմտանալու համար, իսկ համերգների հետ կապված ավելի լուրջ այլ երկրներում, ոչ միայն Երևանում եւ Թբիլիսիում, այլ նաև ավելի այլ քաղաքներում հանդես ունենալ մեծ թեմերում, այո, եւ հուսանք ամեն ինչ մեզ մոտ կստացվի։ Ստուդիայի բացման սկզբնական շրջանում իհարկե կային մտավախություններ, որ ամեն ինչ կարող է մեր պլանավորվածով չգնալ, լինեն, այսպես ասած, հիասթափություններ բարի հետ կապված, ամեն դեպքում հենց որ մենք ստեղծեցինք մեր ստուդիան, Նինոցմինդայում գործում էին մի քանի պարային ստուդիաներ, այդ մտավախությունը ամեն դեպքում կար, որ քիչ երեխաներ կունենանք, քիչ աշակերտներ կգան մեր ստուդիա, բայց արդեն երկրորդ ամսում մենք ունեինք արդեն 70-ից ավելի աշակերտներ, ինչպես նաև ունենք վրացի աշակերտներ գյուղերից հաճախող, եւ կարող եմ ասել, որ մենք ի տարբերություն մնացած ստուդիաների առաջարկում ենք մենակ վրացական բարեր, ինչքանով տեղյակ եմ, մնացած խմբերում ուսուցանվում են հայկական եւ վրացական, բայց մեր սկզբնական շեշտը միայն վրացական բարերի համար էր ու պահանջներ շատ էր վրացական բարերի, քան հայկական, ինչպես նաև սիրողական խումբը մեզ շատ ձեռք մեկնեց, քանի որ դա ինովացիոն քայլ էր, այսպես ասած, Նինոցմինդայի համար, չկար նմանատիպ խմբեր եւ կարող եմ ասել, որ հաջողությամբ ամեն ինչ նույնիսկ մեր պլանավորվածից էլ ավել ստացվեց։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գոլեգային Քրիստինեին, երկուստով այս դժվարությունները հաղթահարելու համար եւ իհարկե մեր ամբողջ թիմին, որ ամեն ծնողներից, որ աջակից են, ամեն Հա, ծնողները նույնպես ամեն տեղ աջակցում են